Փոքրիկ տղան ամառային արձակուրդներն անց էր կացնում գյուղում, մայրիկի հետ։ Կեսօրին, երբ պատուհանի փեղկերն ամուր փակված էին, որպեսզի տանը զով լիներ, տղայի մայրը պառկեցնում է նրան հանգստանալու։ Հանկարծ տղան նկատում է մի փոքրիկ ոսկեգույն արևի շող, որը սենյակ էր թափանցել փակ վարագույրի արանքից։ Այդ շողը սենյակը կարծես բաժանել էր երկու մասի, և նրա մեջ երևում էին ինչ-որ հատիկներ, որոնք շատ նման էին ծխի։ Դա ծուխ է, հարցնում է տղան։ Ոչ, դա փոշի է, պատասխանում է մայրը։ Փոշի? Որտեղից? Չէ՞ որ սենյակը մաքուր է և ոչ միտեղ փոշի չի երևում, բացի այդ հատվածից։ Ոչ, ամբողջ սենյակը լցված է փոշով, բայց միայն այստեղ է այն երևում, որտեղ լույս է ընկած։ Իսկ մթության մեջ փոշին չի երևում, պատասխանում է մայրը։ Տղան մտախոհ անկողնում հարմար տեղավորվելով ևս մեկ անգամ հարցնում է մորը. Մի՞թե մայրիկ, սենյակն իրոք ամբողջությամբ լցված է փոշով, իսկ ինքը դա չի տեսնում։ Արևի լույսը փոշին դարձրել էր տեսանելի, ճիշտ այդպիսին են փոշին ու կեղտը մեր սրտերում։ Սովորաբար այնտեղ այնքան մութ է, որ մենք չենք տեսնում այնտեղի մեղքը, սակայն երբ Քրիստոսն իր լույսով մուտք է գործում մեր սիրտ, մեր մեղքերը հայտնաբերվում են իրենց ահավոր ամբողջությամբ։ Աստված իր աչքերով տեսնում է մեր սրտի ամեն մի անկյունը, նրանից հնարավոր չէ թաքցնել ոչ մի մեղք, նույնիսկ այն մեղքերը, որոնք մենք դեռ չենք նկատել։ Սիրելիս, մի թաքնվիր, թույլ տուր Աստծուն լուսավորել քո սիրտը, որպեսզի հայտնաբերվի ամեն թաքնված մեղք, և դու հնարավորինս շուտ ազատվես դրանցից։